ամեն դեպքում անեն չի, որ Սամվել Կարապետյանը սենց ընթացքից ինչ-որ մտապրոցեսների մեջ մարդը հետագից ունի, մարդը մեծ բարեգործական, ազգանվեր, իր հայրենիքին նվիրյալի հետագից ունեցող մարդ է, պարտավոր են գանք ստեղ աջակցենք ու շատ ունենք հարուստներ, թող ոչ մեկը չնեղանա, ոչ մեկ չարեց այս ազգի համար ենքան ինչ-որ արեց Սամվել Կարապետյանը ու մինչև վերջ շատ լավ մտածում եմ, որ ինքը շատ լավ կանխատեսում էր հետևանքները, բայց ինքը գերադասեց իրոք մնա իր եկեղեցու, իր ժողովրդի կողքին, մենք էլ ստեղ ենք աջակցելու, որ ինքը մենակ չի, ինչքան էլ փորձեն այս մարդու արածը չգիտեմ ինչ բառով ասեմ, ուզում են հիշողությունից ջնջեն զրոյացնեն, ուզում են չգիտեմ ինչ անեն, բայց մարդիկ հիշողություն ունեն, այս մարդը արած ունի, մարդիկ հիշում են, կանգնելու են իր կողքին ու եթե իրանք որոշեն պայքարի ուրիշ տարբերակ մի քիչ ավելի ընտրեն, ստատիկ ժողովուրդը հնգապատկվելու է։ Տիկին Անժելա, այսօր հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների ծառայողների մուտքը այլևս քրեակատարողական հիմնարկներ ևս ի պաշտոն է արգելվել է, հիշում ենք գնդերեցների պատմությունը, ի վերջո ինչ են ուզում, եթե հաշվի առնենք նաև, որ ԿՊ-ի նախընտրական ծրագրում սևով սպիտակին գրված է, ինչ է սպասում Հայ Առաքելական եկեղեցու։ Դե էսի շարունակական պրոցեսա, շարունակական ծրագիր է, այս մարդիկ հստակ ծրագրով եկել են, երևի պարզ տեքստով ասենք, որ պարզ լինի, ասենք մարդիկ ամեն անգամ այդ իրադարձություններին են արձագանքը տվյալ ժամանակի, բայց համակարգային ծրագիրը Հայ Առաքելական եկեղեցին այս մարդիկ ծրագիր ունեն ոչնչացնելու։ Բառը երևի դաժան է հնչում, բայց ծրագիրը էդ է ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև դրսերի են գլոբալ անալիտիկ կենտրոնները, գլոբալ աշխարհը հետազոտություն ունի, այս ազգը պատերազմին դիմացավ, նեղություններին դիմացավ, սովին, մտին, ցրդին, ամեն ինչին դիմանմա, այս ազգին ուղղակի պետքա բարոյազրկել, բարոյազրկելու համար էլ իրանց խանգարում է Հայ Առաքելական եկեղեցին։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության բարոյականությունն է։ Մեր բարոյական նկարագրի վերջի առանցքն է, վերջի խարիզքն է, որ մի քիչ թե շատ մտածող մարդիկ հասկանում են, որ իրոք եթե սրանց հաջողվի, չնայած չի հաջողվելու, հաստատ չի հաջողվելու, թող հալածեն, թող իրանք ինչ անում են, մեր եկեղեցին ավելի ուժեղանում է, եթե հոգևորականների մուտքը գնդերեցների ինստիտուտը հանին, հայոց եկեղեցու պատմությունը դպրոցներում արգելին, վեհափառի պաշտպանությունը, պետական պաշտպանությունը հանին, թող քրեակատարողական հիմնարկներ էլ մուտքը արգելեն, դրա փոխարեն հազարապատկվում է ժողովրդի դարձը դեպի եկեղեցի։ Առաջներում մենք երբեք չէինք տենա սովորական օրերի այդքան խիտ հոսք եկեղեցի, իրանք այդ հալածանքներով ընդամենը խթանում են մեր եկեղեցու, մեր ժողովրդի դարձը դեպի եկեղեցի, չեն հաջողելու, թող անեն ու իրանց վերջը հենց եկեղեցուց էլ գալու է։